Ողջույն սիրելի հետևորդներ, QSR Media-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Շնորհակալ կլինենք, եթե բաժանորդագրվեք ալիքին, հավանեք նյութերը, ապա նաև տարածեք տարբեր հնարավոր աղբյուրներով։ Իսկ այս ժամի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երեք զինված հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է երկու հրշեջ, ովքեր արձագանքում էին հյուսիսային Այդահոյում բռնկված անտառային հրդեհին։ Եվս մեկը վիրավորվել է։ Ավելի ուշ ըստ Քութեի շրջանի շերիֆի գրասենյակի կասկածյալին գտել են մահացած։ Շերիֆ Բոբ Նորիսը հայտնել է, որ ենթադրում են, որ կասկածյալը դիտավորյալ հրդեհ է սկսել հրշեջներին Քենֆիլդ տանելու համար։ Այդ տարածքը հանրայիտ բացօթյա վայր է Սիեթլից մոտ 260 մղոն դեպի արևելք։ Իրավապահները եւ հրշեջները գրեթե անմիջապես դիպուկահարային կրակի տակ են հայտնվել դեպքի վայր ժամանելուց հետո եւ սկզբում չեն հասկացել կրակոցները որտեղից են գալիս եւ քանի հրաձիգ կա։ Ոստիկանները փոխհրաձգություն են սկսել կասկածյալի հետ եւ մի քանի ժամ անց նրա մարմինը հայտնաբերվել է բջջային հեռախոսի տեղորոշման տվյալների միջոցով։ Չի հստակեցվել արդյոք նա սպանվել է կրակոցից, թե ինքնասպան է եղել։ Կրակոցների դրդապատճառները հայտնի չեն եւ Նորիսը նշել է, որ ոստիկանությունը դեռևս փորձում է պարզել կասկածյալի ինքնությունը։ Նորիսը հայտնել է նաեւ, որ վիրավորված երրորդ հրշեջը վիրահատությունից հետո կյանքի եւ մահու կռվի մեջ է եղել, սակայն այժմ կայուն վիճակում է։ Շերիֆը նշել է, որ հրաձիգը օգտագործել է մեծ հզորության սպորտային հրացան առաջին արձագանքողների վրա արագ կրակ բացելու համար, սակայն չի մանրամասնել հայտնաբերված զենքի վերաբերյալ այլ տեղեկություններ։ Բացահայտվել է առողջապահական խոշոր խարդախություն, որի արդյունքում նահանգային եւ դաշնային դատախազները մեղադրանք են առաջադրել ավելի քան 320 մարդու։ Իրավապահ մարմիններն առգրավել են ավելի քան $245 միլիոն կանխիկ գումար, շքեղ մեքենաներ, կրիպտոարժույթ եւ այլ ակտիվներ։ Ըստ պաշտոնյաների բացահայտված խարդախության մասնակիցները գործունեություն են ծավալել Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայում, Պակիստանում եւ այլ երկրներում։ Այս հանցագործները պարզապես ինչ-որ մեկի գումարը չեն գողացել, նրանք գողացել են ձեզանից։ Մամուլի ասուլիսում հայտարարել է Մեթյու Գալեոտին, Արդարադատության նախարարության քրեական բաժնի ղեկավարը։ Յուրաքանչյուր կեղծ պահանջ, յուրաքանչյուր կեղծ հաշիվ եւ յուրաքանչյուր կաշառքի սխեմա ուղիղ փող է, որը դուրս է գալիս ամերիկացի հարկատուների գրպանից, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով են ֆինանսավորում այս կարևոր ծրագրերը։ Մեղադրանքներով ներկայացված խարդախության ընդհանուր գումարը 14.6 միլիարդ է, որը երկու անգամ գերազանցում է Արդարադատության նախարարության տարեկան առողջապահական խարդախության գործողությունների նախորդ ռեկորդը։ Դատախազությունը հայտնել է, որ բացահայտվել է մոտ 190 դաշնային եւ ավելի քան 90 նահանգային գործ, որոնք ներկայացվել կամ հրապարակվել են հունիսի 9-ից։ Մոտ 100 լիցենզավորված բժշկական մասնագետների են մեղադրանք առաջադրել, այդ թվում 25 բժշկի։ Կառավարությունը հաշվարկել է 2.9 միլիարդ փաստացի կորուստ, ըստ Արդարադատության նախարարության սխեման կիրառել է ավելի քան 1 միլիոն ամերիկացու գողացված տվյալներ։ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհրդի եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասի դեմ տեղական Ապաստանի քաղաքականության կապակցությամբ։ Հայցում պնդվում է, որ Լոս Անջելեսի Ապաստանի քաղաքականությունները դաշնային օրենսդրության շրջանակներում ապօրինի են, ինչպես նաեւ նշվում է, որ քաղաքի դաշնային ներգաղթային իշխանություններին չհամագործակցելու որոշումը նպաստել է այս ամսվա սկզբին Լոս Անջելեսի կենտրոնում անկարգությունների։ Ցույցերի մի մասը վերածվել էր ավերածությունների, ինչի հետևանքով նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ազգային գվարդիան եւ ծովային հետևակը քաղաքում տեղակայելու մասին։ Քաղաքապետ Բասի եւ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի դժգոհության պայմաններում։ Քաղաքային իշխանությունները դեռևս չեն հասցրել մեկնաբանել այս հայցը։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության տվյալների վերլուծության համաձայն մայիսից ի վեր ոչ քրեական անցյալ ունեցող միգրանտների կալանքները կտրուկ աճել են ներգաղթի վերահսկողության ընդլայնման համատեքստում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ վարչակազմը հիմնականում նպատակ ունի քրեական անցյալ ունեցող անձանց արտաքսել, սակայն տվյալները ցույց են տալիս, որ հունվարի 20-ից մինչև հունիսի կեսերը շուրջ 97,000 մարդ է կալանավորվել, որոնցից մոտ կեսը որևէ քրեական անցյալ չի ունեցել։ Հունիսի 23-ի դրությամբ այս պահման վայրերում կալանավորվածների թիվը հասել էր ռեկորդային 59,000-ի։ Կալանավորվածների մոտ 40%-ը ունեցել է որևէ դատվածություն։ Ընդամենը մոտ 8%-ն է դատապարտվել բռնի հանցագործությունների համար, որոնց թվում սպանություններ են, սեռական բռնություններ։ Ամենատարածված հանցագործությունները եղել են ճանապարհատրանսպորտային խախտումները, հատկապես ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը։ ICE եւ Սպիտակ տան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ ցանկացած ապօրինի մուտք գործած անձ հայտնվելու է թիրախում։ Թոմ Հոմանը հայտարարել է, որ չնայած հանրային անվտանգության առաջնահերթությանը, երկիրը ապօրինաբար մտնողները չեն ազատվում պատասխանատվությունից։
Նախագահ Դոնալդ Թրամփը վաղը կայցելի Ֆլորիդայի Էվերգլեյդսում կառուցվող նոր միգրացիոն կանոնավորման կենտրոն։ Այսի մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը։ Կարծում եմ, որ վաղը կենտրոնն արդեն պատրաստ կլինի շահագործման, ասել է նահանգապետը։ Կենտրոնը բողոքների ալիք է բարձրացրել նուրբ էկոհամակարգի վրա հնարավոր ազդեցության եւ քննադատության առիթով, թե Թրամփը փորձում է միգրանտներին դաժան ուղեր ցեղել։ Որոշ բնիկ ամերիկացի առաջնորդներ նույնպես դեմ են արտահայտվել շինարարությանը, հայտարարելով, որ այդ տարածքը սրբազան է իրենց համար։ Այդ կալանավորման կենտրոնը կառուցվում է Մայամիից մոտ 50 մղոն արևմուտք գտնվող մեկուսացված օդանավակայանի վրա եւ նախատեսված է մինչեւ 5000 մարդու համար։ Շրջակա ճահճուտները լի են մոծակներով, օձերով եւ ալիգատորներով։ Կենտրոնը ստացել է ալիգատորների Ալկատրաս անվանումը։ Ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել ալիգատորների պատկեր Միացյալ Նահանգների միգրացիոն եւ մաքսային վերահսկողության այսի ծառայողների գլխարկներով։ Ֆլորիդայի նահանգային պաշտոնյաներն են համակարգում շինարարությունը, սակայն ծախսերի զգալի մասը հոգում է դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, նույն ինքը ՖԵՄ-ան, որն առավել հայտնի է փոթորիկների եւ այլ բնական աղետներին արձագանքելու գործառույթներով։ Երբ մարդիկ լսում են այս բառը, ոչ ոք իրեն ապահով չի զգում, նույնիսկ նրանք, ովքեր օրինական փաստաթղթեր ունեն։ Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող ընդարձակ գյուղատնտեսական տարածքներում մրգերը եւ բանջարեղենները փչանում են սեզոնային հավաքի ժամանակ աշխատուժի կտրուկ նվազման պատճառով։ Գյուղացիները, դաշտի վերահսկողները եւ աշխատողները պատմել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի խստացված քաղաքականությունը, մասնավորապես ներգաղթի եւ մաքսային հսկողության ծառայության այսի կազմակերպած գործողությունները վախեցրել են աշխատողներին, ստիպելով նրանց մեծ մասին այլևս չգնալ աշխատանքի։ Մի աշխատող ասել է. «Դու առավոտյան արթնանում ես վախով, որովհետև շատերդ կարող եք անգամ տանից դուրս գալ եւ այլևս չվերադառնալ»։ Գրեգ Թեշը Բեյքերֆիլդում ֆերմեր է։ Մենք պետք է ունենանք աշխատուժ ճիշտ ժամանակին, հակառակ դեպքում հետ կմնանք եւ ներդրումները, որոնք ամիսներ կամ տարիներ առաջ են արվել, կկորչեն։ Կալիֆոռնիայի սննդի եւ գյուղատնտեսության վարչության տվյալներով Միացյալ Նահանգներում աճեցվող բանջարեղենի ավելի քան 1/3-ը եւ երկրի մրգերի ու ընկույզների ավելի քան 3/4-ը արտադրվում է հենց Կալիֆոռնիայում։ 2023 թվականին նահանգի ֆերմերներն ու անասնապահական տնտեսությունները մոտ 60 միլիարդ դոլարի գյուղատնտեսական վաճառք են իրականացրել։ Կոնգրեսի բյուջետային վարչության նախկին տնօրեն հանրապետական Դուգլաս Հոլց Էյքենը ասել է, որ Միացյալ Նահանգներում գյուղատնտեսական աշխատողների մոտավորապես 80%-ը օտարերկրյա ծագում ունի եւ նրանց գրեթե կեսը երկրում ապրում է առանց օրինական փաստաթղթերի։ Նրանց կորուստը կհանգեցնի սպառողների համար գների աճի։ Ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներում ծնված աշխատողները սովորաբար չեն լրացնում ներգաղթյալների բաց թողած տեղը։ Գյուղատնտեսական աշխատող Լոպեսը, որը չի ցանկացել դեմքը հանրայնացնել, նույնպես նկատել է այդ միտումը։ Մեքսիկացիների մեծ մասը պատրաստ է աշխատել ամենտեղ, եւ նրանք շատ են, իսկ ամերիկացիները, ինչպես ասում են, հազիվ թե շինարարությունում աշխատեն, էլ ուր մնաց դաշտերում, բայց մեքսիկները աշխատում են ամենուր։ Նեղ տարբերությամբ քվեարկությամբ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը առաջ է մղել այն նախագիծը, որ նախագահ Դոնալդ Թրամփը անվանել է մեծ գեղեցիկ օրինագիծ։ Այո ձայները 51, ոչը 49։ Օրինագիծը նախատեսում է հարկերի կրճատում, աղքատների առողջապահական ծրագրերի ֆինանսավորման կրճատում, ռազմական ծախսերի ավելացում եւ ըստ բազմաթիվ վերլուծությունների Միացյալ Նահանգների դեֆիցիտի աճ։ Օրինագիծն ընդունվել է երկարատև նիստի ընթացքում, ինչից հետո այն անցնում է Սենատի լիագումար քննարկման։ Հանրապետականները կիրառել են օրենսդրական հնարք շրջանցելու Սենատի 60 ձայնանոց շեմը, որն անհրաժեշտ է 100 անդամ ունեցող պալատում օրինագծի մեծամասնությունը առաջ մղելու համար։ Երկու հանրապետական միացել է 47 դեմոկրատներին եւ դեմ քվեարկել 940 էջանոց այս մեծ օրինագծի։ Սակայն դա բավական չէր դրա ընթացքը դադարեցնելու համար։ Սպասվում է, որ այս շաբաթ կարող է լինել վերջին քվեարկությունը։ Դեմոկրատները նշում են, որ օրինագծի հարկային կրճատումներն անհամաչափ օգուտ կտան հատկապես հարուստներին, աղքատների համար նախատեսված սոցիալական ծրագրերի հաշվին։ Դեմոկրատների առաջատար Չակ Շումերը հայտարարել է, որ հանրապետականները փորձում են օրինագիծը արագ անցկացնել առանց պատշաճ ուսումնասիրության եւ պահանջել է, որ այն ամբողջությամբ բարձրաձայն ընթերցվի պալատում, ինչը կարող է հետաձգել քննարկման սկիզբը։ Սենատի հանրապետականները չեն ուզում ամերիկացիներին ասել, թե ինչն է այս օրինագծում կարևոր եւ ինչը ոչ, ասել է Շումերը։ Այդ դեպքում մենք ստիպելու ենք ամբողջությամբ բարձրաձայն կարդալ այն։ Օրինագիծը նախատեսում է երկարացնել 2017 թվականի հարկային կրճատումները, որոնք Թրամփի առաջին նախագահական ժամկետի գլխավոր օրենսդրական ձեռքբերումն էին։ Այն նաեւ կկրճատի այլ հարկեր եւ կավելացնի ռազմական ու
սահմանային անվտանգության ծախսերը։ Միացյալ Նահանգներն արդեն ավելի շատ է ծախսում, քան հարկերից հավաքում է, տարբերությունը փակելով պարտքելով։ Ոչ կուսակցական հարկերի համատեղ հանձնաժողովը հրապարակել է վերլուծություն, ըստ որի Սենատի օրինագծի հարկային դրույթները առաջիկա տասնամյակում կնվազեցվեն պետական եկամուտներից ևս 4.5 տրիլիոն դոլար, այսպիսով ավելացնելով արդեն 36 տրիլիոն դոլար պետական պարտքը։ Սպիտակ տունն այս ամիս հայտարարել է, որ օրինագիծը տարեկան դեֆիցիտը կնվազեցնի 1.4 տրիլիոն դոլարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կվերջացնի Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, կատարելով իր ավելի վաղ տրված խոստումը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը ասել է, որ այս քայլը նպատակ ունի աջակցել եւ խթանել երկրի կայունության եւ խաղաղության ուղին։ Նա նշել է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա համախոհների եւ այլ անձանց նկատմամբ։ Միացյալ Նահանգները մայիսին Սիրիային լայնածավալ արտոնություններ էին տվել պատժամիջոցներից, դառնալով այսպիսով առաջին քայլը վերջին 50 տարիների պատժամիջոցները վերացնելու ճանապարհին։ Թրամփը մայիսին Սաուդյան Արաբիայում հանդիպել էր Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարային եւ հայտնել նրան, որ կչեղարկի պատժամիջոցները եւ քննարկի հարաբերությունների նորմալացումը Միացյալ Նահանգների եւ Սիրիայի միջև մեծ քաղաքական շրջադարձի շրջանակում։ Եվրոպական միությունն էլ իր հերթին այս օրինակին հետևել եւ վերացրել է Սիրիայի նկատմամբ գրեթե բոլոր մնացած պատժամիջոցները։ Կանադան երեկոյան չեղարկել է թվային ծառայությունների հարկը, որը նպատակաուղղված էր ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին ընդամենը մի քանի ժամ առաջ այն ուժի մեջ մտնելուց։ Այս քայլը փորձ է առաջ մղելու Միացյալ Նահանգների հետ սառեցված առևտրային բանակցությունները։ Կանադայի ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ կողմերը կվերսկսեն բանակցությունները մինչև հուլիսի 21-ը համաձայնության գալու նպատակով։ Նախագահ Թրամփը հանկարծակի դադարեցրել էր բանակցությունները, հարկը որակելով որպես բացահայտ հարձակում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Նա կիրակի օրը կրկնել էր իր հայտարարությունները, խոստանալով հաջորդ շաբաթ սահմանել նոր մաքսատուրքերի դրույքաչափ կանադական ապրանքների նկատմամբ։ Սա սպառնում է ԱՄՆ-Կանադա հարաբերությունները վերադարձնել լարվածության, այն դեպքում, երբ վերջին շրջանում հարաբերությունները գրեթե ինչ-որ չափով կայունացել էին։ Կանադայի նախատեսված թվային հարկը կազմում էր 3% այն թվային ծառայությունների եկամուտից, որը ընկերությունը ստանում է կանադացի օգտատերերից տարեկան ավելի քան 20 միլիոն դոլարի դեպքում, եւ վճարումները պետք է հետադարձ ուժով տարածվեին անգամ 2022 թվականից։ Այն անդրադառնալու էր Ամազոնին, Մետային, Գուգլին, Apple-ին եւ այլ ընկերություններին։ Կանադան Միացյալ Նահանգների երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Մեքսիկայից հետո եւ ամերիկյան արտահանման ամենամեծ գնորդը։ Նախորդ տարի Կանադան գնել է մոտ 349 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ եւ արտահանել է շուրջ 412 միլիարդ դոլարի ապրանք Միացյալ Նահանգներ։ Եվրամիությունը այսօր հակադարձել է Միացյալ Նահանգների քննադատությանը իր կարևոր տեխնոլոգիական օրենքների վերաբերյալ վախի ֆոնին, որ դրանք կարող են ներառվել Վաշինգտոնի հետ ընթացող առևտրային բանակցություններում եւ հնարավոր է թույլատրվեն։ Վերջերս ընդունված թվային շուկաների ակտը նպատակ ունի սահմանափակելու խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպիսիք են Alphabet-ը, Meta-ն եւ այլոց ազդեցությունը։ Թվային ծառայությունների ակտը նույնպես պահանջում է խոշոր առցանց հարթակներից ավելի մեծ ջանքեր ներդնել ապօրինի եւ վնասակար բովանդակության պայքարում։ Խախտումների դեպքում նախատեսված են խոշոր տուգանքներ։ Երկու օրենսդրական ակտերը քննադատության են ենթարկվել Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, որը պնդում է, որ դրանք անարդարացիորեն թիրախավորում են ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին, եւ ԵՄ խոսնակն էլ ասել է, որ մեր օրենքները չեն փոխվելու։ Նա հավելել է, որ դրանք առևտրային բանակցությունների սեղանին ուղղակի չեն դրվելու։ Եվրամիությունը հայտարարել է, որ չի թույլատրի որևէ արտաքին կառավարության միջամտություն իր կարևոր օրենքների կիրառման հարցում։ Այս տարվա սկզբին Եվրամիությունն արդեն տուգանել էր Apple-ին եւ Meta-ին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարուստ մարդկանցից բաղկացած խումբ կա, որոնք պատրաստ են գնել TikTok-ը։ Միացյալ Նահանգների նախագահը այս մասին ասել է կիրակի օրը Fox News-ի եթերում։ Իդեպ մենք արդեն ունենք գնորդ TikTok-ի համար, կարծում եմ հավանաբար Չինաստանի թույլատվությունն անհրաժեշտ կլինի։ Կարծում եմ նաև, որ նախագահին հավանաբար կհաստատի։ Մոտ 2 շաբաթից կասեմ մանրամասները։ Մեծ տեխնոլոգիական ընկերություն է, շատ հարուստ մարդիկ են, սա շատ հարուստ մարդկանց խումբ է։
ասել է նախագահն այսպես։ Գարնանը գործարք էր նախատեսվում, որի համաձայն տեսանյութերի հավելվածի Միացյալ Նահանգների գործունեությունը պետք է առանձնացվեր եւ դառնար Միացյալ Նահանգներում տեղակայված եւ մեծամասնամբ ամերիկացիներին պատկանող նոր ընկերություն։ Սակայն այս գործընթացը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարել էր, որ չի հաստատի գործարքը Թրամփի կողմից իր ապրանքների վրա բարձր տուրքեր սահմանելու պատճառով։ 2024 թվականի օրենքով նախատեսվում էր, որ TikTok-ը պետք է դադարեցներ գործունեությունը Միացյալ Նահանգներում այս տարվա հունվարի 19-ից, եթե չիրականացվեր ակտիվների վաճառք կամ չապացուցվեր զգալի առաջընթաց վաճառքի հարցում։ Թրամփը այժմ արդեն երրորդ անգամ է երկարացրել այդ վերջնաժամկետը, նշելով, որ հավելվածը իրեն օգնել է նախորդ տարի հաղթել ԱՄՆ նախագահի ընտրարշավում։ Նախագահ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի դատախազներին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոռուպցիայի դատավարության կապակցությամբ։ Թրամփի հրապարակած գրառումը երկրորդն էր վերջին օրերին, որում նա պաշտպանում էր Նեթանյահուին եւ կոչ է անում դադարեցնել դատավարությունը։ Այս անգամ նա մեկ քայլ էլ առաջ գնաց Իսրայելի իրավական գործողությունները կապելով ԱՄՆ օգնության հետ, հայտարարելով, որ Վաշինգտոնը միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել Իսրայելին եւ չի պատրաստվում սահան դուրժել։ Իրաքի Երուսաղեմի շրջանային դատարանը չեղարկել է Նեթանյահուի այս շաբաթվա լսումները, ընդունելով Իսրայելի առաջնորդի ներկայացրած խնդրանքը գաղտնի դիվանագիտական եւ անվտանգության նկատառումներով։ Անհասկանալի է, արդյոք դատարանի որոշման վրա ազդեցություն է ունեցել Թրամփի գրառումը, թե ոչ։ Նա նաեւ պնդել է, որ դատավարությունը կարող է խոչընդոտել Նեթանյահուի կարողությանը մասնակցելու Համասի եւ Իրանի հետ բանակցություններին Գազայում պատերազմը ավարտելու համար։ Կիրակի Թրամփը կրկին կոչ է արել դադարեցնել պատերազմը։ Կնքեք համաձայնագիր Գազայում, վերադարձրեք պատաններին, գրել էր Թրամփը Truth Social հարթակում եւ ավելացրել. կարծում եմ ժամանակը մոտ է։ Նեթանյահուն Իսրայելում 2019-ին մեղադրվել է կաշառք ստանալու կեղծիքների եւ վստահության չարաշահման մեջ, որոնցից նա հրաժարվում է։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, առողջ եղեք։